Բարի սիրելի հետևորդներ, եկեղեցու մոտով անցնում եմ, սակադրություն է, տեսեք էլ ինչ հետաքրքիր ձևով էին կանգնել մարդիկ, փողոց է անցնեմ, զանգերը հենց այդ հարսանիքի կապակցությամբ է, և միշտ ինձ այստեղ զարմացրել է այստեղի պարզությունը, ես մի տեսանյութ էլ ունեմ, որտեղ էլի հանդիպել էի հարսանեկան արարողության, բայց սա արդեն թարմ է, զարմանալի է, գրավիչ է, չգիտեմ ով ինչպես է սիրում, ես մի քիչ պարզություն սիրող մարդ եմ, առանց ձևական ցուցամոլ բաների, բայց շատ սիրուն էին այս անգամ հագնվել, հələ դուք էլ նայեք, սովորաբար կարճ շորիկներով է լինում, այս անգամ այդպես երկար հարսնաքույրիկներն էլ ընկերուհիները, մի խոսքով նայեք, թող երջանիկ լինեն, ինչպես որ ուզում են, թող այդպես էլ նշեն։ Ինչ Ֆրանսիայում եմ, սա իմ տեսած երրորդ հարսանիքն է և միշտ տարբերվում է, այս անգամ ինձ զարմացրեց, որ հենց քահանան էր դուրս եկել, հրավիրում, երևի բացատրում էին կարգը, այս տղամարդն է հարսի հայրն էր, այդպես հասկացա, վերջում էլ համոզվեցի և հիմա պատրաստում են առաջ գնալ, մայրն է, այս գլխարկով կին, իսկ նա էլ փեսան է, որ շրջվել է և նայում է հարսիկին, հարսի ընկերուհիներն են շորը պահում, քամոտ օր է, մաման էլ ցուցումներ է տալիս, տեսեք, ամենուր կանայք են, չէ, տեսնում, շտկում, ասում, մի խոսքով, հարսիկը արդեն պատրաստ է, հայրը կգա, հոր հետ թևանցուկ արած կմտնեն եկեղեցի, ահա և հայրը, տեսեք, ինչ հետաքրքիր է, ահա մտան և ես ձեզ ցույց եմ տալիս հարսի մեքենան, այս մի մեքենան էր եկել նման ձևավորումով։ Այս էլ այսօրվա գնումներս կրեմ եմ գնել, C վիտամին ունի 2% նիասինամիդ, որը դեմքին հաղորդում է փայլ, սպիտակեցնում է, շատ լավ որակ է ապահովում, կրեմից առաջ ենք սա քսելու, երեկոյան կամ առավոտյան ֆրանսիական արտադրության է, ես Էվոլուդերմից առաջին անգամ եմ օգտվում, կարծիքս հետո կասեմ և Ատամի խոզանակ, սա էլ արդեն վերջացել է դեմքս մաքրող բամբակը, մի տուփ դրանից վերցրեցի։ On va s'avancer dans cet appart, on se relance dans cet appart. Allez, de relancer. Եվ այն իշքան հին է, 1708 թվին։ Սիրել հետևորդներ, շաբաթ երեկոյան է, հետաքրքիր միջոցառում կար այստեղ այգետ Սիտադելը, որ միշտ լինում ենք միասին, այստեղ ուրեմն զինվորական այդպես չաստ գարնիզոն է և միջոցառում էին կազմակերպել ներսում, բաց դռների օրեր, հետաքրքիր ներկայացումներ, մի քանի դար առաջ ինչպես է եղել, կռիվներ էին ցույց տալիս, տեսա ինտերնետում որոշեցին գալ, եկանք, բայց բանից պարզվում է պետք է գրանցվեինք դեռ վաղուց պիտի գրանցվեինք, իրենք էլ մի շաբաթ առաջ արդեն փակել են գրանցումը, որովհետև 25,000 մարդ արդեն գրանցվել էր։ Մի խոսքով ափսոս, որ չմասնակցեցինք, միշտ փակ է լինում էլի, այս ձևի բաներ են անում։ Չնայած հետևում է Լիլ քաղաքի այդ նորություններին, բայց ոնց եմ վրիպե չեմ տեսել նման բան։ Մի խոսքով ափսոս եկանք, ես ու Կարինը խատրիցը չեղավ, եկանք հասանք, բայց թույլ չտվեցին, կեսը անցանք, վերջը դուրս եկանք, արդեն այդ QR կոդն էին ուզում գրանցման, չունեինք, մեկն էլ բացատրեց, թե ոնց է լինում, բայց դե արդեն ուշ կլինի էլի նման ներկայացում ցույց տալը, ասեց մեկ էլ 2 տարի հետո երևի կլինի, 20 տարի առաջ են նույնը ցույց տվել, բայց դե օրեր կան այստեղ, բաց է լինում, ուղղակի այդ զինվորական այդ տեղը զորամասը կարող ես մտնել նայել, իսկ որպես այսպես ներկայացում հետաքրքիր չկար։ Հիմա
Այս մոտ պարկն է, ինսիտա պարկը, որ միշտ գալիս եմ երեխեք հետ, մտանք այստեղ պտտվենք ու զբաղվելով, ժամանակ անցկացնելով գնանք միգուցե սրճան է մտնենք, այստեղ մոտակա կա, եթե ազատ տեղ լինի, այստեղ շատ մարդ կա, էլի այս ժամերին ու այս օրերին ու նման շոկ ու լավ տա եղանակին, հատկապես Այս այգում շատ հավես է, նավերի վրա ռեստորաններ, սրճարաններ են և երբեմն առիթներ են նշում։ 80-ական թվականի երաժշտություններ, մի լավ զբոսնելուց հետո հիմա արդեն տուն ենք վերադառնում և այս հետաքրքիր լճի մոտով, որտեղ ջահելների հավաքատեղին է հիմնականում, այստեղ միշտ նստում են շուրջը, երաժշտություն լսում, զրուցում, խմբերով, կարճ ասած շատ հետաքրքիր վայր է սա և շատ գեղեցիկ է։ Առաջ ենք շարժում և դիմացն էլ այգի է, որը վերջերս են վերանորոգել, կարելի է նստել այստեղ, հանգիստ միջավայր է և արդեն օրորոցային այս երգը և այս քանդակն էլ էլի վերանորոգել էին, տեսեք ինչքան գեղեցիկ է, օրորոցն էլ կողքը դրված է։ Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, կիրակի օր է, ես անակնկալ հրավերք ստացա, տանից դուրս եմ գալիս 2 ժամ ունեմ ընդամենը և այս ընթացքում ես մազերս ներկեցի, մինչ մազերս կգունափոխվեն, այս ընթացքում ես անմիջապես կպատրաստեմ օրվա ուտեստը, որոշել եմ տավարի լյարդ պատրաստել, տեսեք թե ինչպես եմ մարինացնելու և երևի թե փլավ կպատրաստեմ, բրնձով փլավ, դա որոշում եմ դեռ, մի խոսքով այս 30-ից 35 րոպե ընթացքում մինչ կգունափոխվեն մազերս, ես արագ գործանեմ, մի քիչ հասցնեմ տներն էլ մաքրել, խոհանոցը կարգի բերել, չնայած այդքան էլ շատ թափթփված չէ, գործեր անեմ և արագ տանից դուրս գամ, թե ուր կգնանք, ձեզ համար էլ կլինի հետաքրքիր անակնկալ, ինչպես ինձ համար, և դուք կմասնակցեք ինձ հետ միասին մի հրաշալի միջոցառման, դե ինչ առայժմ լավ մնացեք ինձ հետ։ Շատ երկար աշխատանք եմ տանում այս տավարի լյարդը պատրաստելուց առաջ։ Բնականաբար մի քանի ջուր լվացել եմ քացախով հոտը վերացնելու համար և մարինացրել եմ։ Ռեհան եմ ավելացրել կանաչինից, ռեհանով լյարդը շատ համեղ է ստացվում, սող սխտոր, համեմունքներից կարմիր պղպեղ և խառը այդպես լավ համեմունք ունեմ իտալական, դրանք եմ ավելացրել և հոտը լրիվ վերացած է, իհարկե արդեն կեղևահանած, թաղանթից հեռացրել եմ։ Հիմա մի քիչ կմնա ու արդեն նոր կտապակեմ։ Եվ օրվա առևտուրը, անկեղծ ասած խնդրել եք, որ գներ միշտ ասեմ, բայց գները, չգիտեմ, ես չեմ առևտուրը այսօր վարել, ձու 2 տեսակի, ալյուր, պանիրների վրա գինը գրած է, կարելի է նայել, սրանք 100 գրամ են կարծեմ, արևածաղիկի ձետ, մածուն հունական, այստեղ լոլիկ, հենց հիմա կօգտագործեմ, տավարի լյարդի համար ուտելու կարակ և կարտոֆիլ, հիմա սանային տեսնենք քանի գրամն է, 190 գրամ, հա, 190 գրամ է, 250, իսկ սա 220 գրամ, 250, դե հաշվեք, սա ամենաէժան գներն է։ Դե տեսեք ինչ էժանացումներ է 5 քաղաքի շուկայում, որ միշտ այդտեղ շատ թանկ գներ են լինում, ուրեմն այս համեղ կեռասի գինը 3 եվրո է կիլոգրամը, պատկերացնում եք, հələ նայեք։ Ծիրանը 3 եվրո, սենց բան չի եղել, նույնիսկ արաբական շուկայում։ Նեկտարինը, հա, դեղցու նեկտարին, միասին 2 կիլոն 350, բա, կիրակի օրով նման առատ շուկա։ Ձիթապտղի յուղի մեջ սոխը լավ տապակեցի, տեսեք ինչքան լավ է տապակվել գույնը փոխել, ավելացրել եմ կարմիր պղպեղ։ Հիմա մի փոքր պղպեղը կտապակի, կավելացնեմ լոլիկը և որի վրա էլ արդեն կտապակեմ տավարի լյարդը։ Ավելացրեցի այդ լոլիկը, փաստորեն
ինքն էլ էր խառնված պղպեղի հետ, լավ էր, այսպես մարտուկի նման էր, ինձ թվաց թե ամբողջական է։ Իհարկե խառնում եմ եւ ձեզ մի գաղտնիք ասեմ, մի փոքր պետք է մանանեխ ավելացնեմ, որը շատ լավ համ է հաղորդելու։ Սա էլ մանանեխը։ Լավ խառնում եմ եւ արդեն ինքը սկսում է տապակվել։ Փակեմ տապակվի, իսկ մեջ այդ արդեն մաքրեմ բրինձը։ Շորջանը հա տեսեք ինչքան ախորժելի է, շատ համեղեստացվել, շատ փորձեք նույն բաղադրատոմսով եւ կհիանաք։ Վերջում էլ համ եմ ավելացրեցի, տեսեք, թարմություն հաղորդելու եւ արդեն այս համեղ սալատի հետ ես շատ եմ սիրում վայելել։ Ճաշեցինք, բավականին ժամանակ անցավ, հիմա այս սուրճի ժամն է, սուրճ ենք խմում այս համեղ մրգերի հետ, արտակ կարգ է, ես շատ եմ սիրում կեռած, չգիտեմ դուք դա գիտեք թե ոչ։ Շորջան վերջապես ես տանից դուրս եկա, դե հիմա ասեմ ուր եմ գնում, որ ավելի հետաքրքիր լինի, գնում եմ հայ համայնք, ավելի ճիշտ համայնքի կազմակերպած համերգին, որտեղ նաև մասնակցելու եմ Մաշա Մնջոյանը, Պարի խումբ կա Նազանին, նա պիտի պարի, Մաշա Մնջոյանն էլ երգի, շատ հրաշալի երգչու է, կարիք չկա ներկայացնելու Մաշա Մնջոյանի, ես իրեն շատ եմ սիրում իր արվեստը, ուստի լավ էր, բախտս բերեց, մասնակցում եմ, դե հիմա գնում եմ մետրո նստեմ, ինքերս այնտեղ արդեն ինձ սպասում է, ու գնանք տեսնենք, համոզված եմ, որ շքեղ համերգ է լինելու, իհարկե կնկարեմ, դուք էլ մասնակից կլինեք, դե առայժմ սիրելիներս, ես շտապում եմ, սենց էլ ցույց թե ինչ եմ արել, ինչ դիմահարդարում, դե գնացինք, արևն անցավ ավելի լավ, հասա արդեն, կանգար սիրելիներս, կհանդիպենք։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ այստեղ դրված բոլոր թխվածքի տեսակները եւ կբացատրեմ, թե սրանք ինչ են։ Ես երկար ժամանակ չի եղել, ինձ համարել են շատ հետաքրքիր, ուրեմն կամավոր մարդիկ, հատկապես պարող երեխաների ծնողները մեծ աջակցություն են ցույց տալիս համայնքին եւ իրենց ուժերով իրենք թխվածքներ են թխել, որոնք էլ պիտի վաճառեն ընդմիջման ժամին։ Սուրճ, թեյ, հյութեր, տարբեր տեսակի թխվածքներ եւ այս ամենի գումարը փոխանցվում է հայկական համայնքի ֆոնդին։ Շատ լավ է, չէ՞, տեսնում եք ինչքան մարդիկ բարի են եւ օգտակար գործ են անում հայապաշտպանության համար, որպիսի կայանա այն ամենը, ինչը արդեն մի քանի տարի անում է հայկական համայնքը կառավարող խումբը։ Մարդկանց համախմբում են, տարբեր միջոցառումներ են անում, ես էլի եմ ձեզ ցույց տվել իմ տեսանյութերում, բոլոր առիթների ժամանակ հավաքում են հայերին եւ փորձում են պահպանել ավանդականը, ազգայինը, հայկականը, ահա եւ գները թեյերի։ Կարծում եմ այս կողմում էլ ավելի հետաքրքիր բաներ կտեսնենք, այստեղ էլի վաճառվում են հայկական տարատեսակ բաներ, ամեն ինչ որ նույնիսկ ձեր մտքով չի անցնի, նորից այս գումարները պիտի փոխանցվեն համայնքի ֆոնդին, գրքեր, թե հայերեն, թե ֆրանսերեն, տեսեք ինչքան հետաքրքիր գրքեր կան, եթե դուք ապրում եք Լիլ մետրոպոլի տարածքում եւ չգիտեք, որ համայն գոյություն ունի, կարող եք գրել, ես ձեզ կփոխանցեմ, հասցեն, կարող եք ձեր երեխաներին տանել այստեղ, հայոց լեզուն չմոռանալու համար, եթե այստեղ են ծնվել, սովորելու համար, եւ շատ լավ գիրք է այս գիրքը, ֆրանսերեն լեզվով է, բայց հայոց պատմության մասին է։ Մի խոսքով դուք բաժանորդագրվում եք եւ արդեն անվճար գրադարանից գրքեր եք վերցնում։ Այստեղ էլ արդեն էլի հայկական տառերով պայուսակներ են, այստեղ տոպրակներ չեն վերցնում։ Եվ արդեն տեսեք, թե ինչ հետաքրքիր երաժշտական գրքերի արտադրություն է։
էլի հայ երիտասարդ ընտանիքն է կազմակերպել, կարող եք նայել, կարճ ասած ինչը ձեզ կհետաքրքրի, ահա այս ընկերությունն է, անունը այսպես է հնչում, կարող եք պատվիրել երաժշտական գրքեր եւ արդեն Նազանի խումբը սկսում է Նազանի պարով այս համերգը։ Ընթացքում չեմ խոսի, որպեսզի չխանգարեմ։ Սիրելի հետևորդներ, պարզապես վայելեք այս համերգը ինձ հետ միասին։ Կարծում եմ շատերին դուր կգա, եթե ոչ բոլորին։ Դե ինչ, սկսում ենք դիտել այս հրաշք կատարումները, վերջում ավելի թեժ է լավագույն բեմերով, լավագույն նվագախմբերի հետ։ Տաղանդավոր մարդ, Հայաստանի ձայնը, Ավստրալիայի ձայնը նախագծերի հաղթող և առաջատար Մաշա Մնջոյան։
Պարեց սասունն ու ողջ աշխարհը հիացավ, պարեց սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ պար չէ սա, այլ մի երկրի հին պատմություն, ուր պարտությունն անգամ ունի հպարտություն, եւ չի հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս ջանքով ու այս կամքով պարել գիտի, հասկացան ու ասին իլուր ողջ աշխարհի, հալալ է քեզ, սասուն, պարի, պարի, դու դեռ երազ ունես կատարելու, վրեժ ունես պատմությունից դեռ հանելու, պարի, գասպան դեռ քո ձեռքին է կարոտում, սասնահողը վար ու հերկի է կարոտում, պարի, ինչև ողջ հայերին դու ամբարես, եւ այս պարը մասիս լեռան լանջին պարես։ Սիրելի հետևորդներ, հազիվ անկյուն եմ գտել, որ կարողանամ խոսել, քանի որ ընդմիջման պահ է, ժողովուրդն դուրս են եկել, այստեղ օգտվում են, արդեն նկարել եմ, ցույց եմ տվել, թե մարդիկ ինչ կամավոր աշխատանքներ են տանում, որպեսզի հայ համայնքը ակտիվ մնա եւ ֆինանսապես օգնում են կամավորների մեծ մասամբ երեխաների մայրիկներ եւ ընդհանուր կամավոր մարդիկ, մի խոսքով ամեն ինչ հաճելի էր, առաջին մասը վերջացավ, արտակարգ համերգ է, տեսնում եք, թե ինչքան լավ են պարում մեր հայ երեխաները, հիմա այստեղ շատ ծանոթներ ես ունեցա, որոնց հիմնականում ես չէի ճանաչում, իրենք ճանաչում էին, որի համար է շատ ուրախ եմ, հատկապես որ իրենք ինձ մոտենում էին, դա շատ լավ բնավորության գիծ այսպես ասեմ, շատ լավ մարդիկ են, ջեն, որ իրենք մոտենում են, ասում են, որ ինձ ճանաչում են, թե իմ խմբից, թե իմ բլոգներից, մի խոսքով սիրելիներս, ես էլ տպավորությունների տակ եմ, շատ հիացած եմ, արտակարգ պար մաշամնջարան կատարումն է, դա արդեն լավ է։ Դե հազիվ այս անկյունում խոսեցի, չգիտեմ պարզ է լսվում, թե ոչ, գնամ միանամ ընկերներից, տեսնեմ ես սուրճ եմ խմում եւ ինչ ենք օգտվում, կարճ ասած ընդմիջումը շատ կարճ է լինելու, հազիվ հասցնենք, երկրորդ մասում կհանդիպենք։ Դե սիրելիներս, զինվեք համբերությամբ եւ ինձ հետ միասին դիտենք համերգի երկրորդ մասը, տեսեք թե մեր գեղեցկուհի պարմանուհիները ինչ նազանքով են պարում, ինչ հրաշալի կատարում է, կարծում եմ բոլորիդ էլ դուր կգա, թե տղաների, թե աղջիկների, թե փոքրերի, թե մեծերի, միջինների, բոլոր խմբերի պարերը, կատարումները, ես հիացած եմ անկեղծ ասած, ինտեգրվելով տվյալ երկրին, պետք է պահպանենք մենք մեր մշակույթը, մեր պարով, մեր երգով, մեր գրվածքներով եւ հայը ամենուր կարող է իր շնորհալի ներկայությամբ զարդարել ամենուր, պահպանում ենք մեր ավանդույթները։ Ցանկացած առիթների եւ ցանկացած համերգների ժամանակ անհնար է չհիշել մեր զինվորներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին
հայրենիքի համար։ Մենք պարտավոր ենք հիշել բոլորին և խոնարհվել նրանց հիշատակի առջև։ Մաշան երգում է զինվորի մասին երգը։ Շնորհքեր կանգնել, գնում են կրի, բեգունակ բարով, հողը սարերի քաջ մարդիկների ոգով, կնակ հավետ կնու, Արցախ, դու իմ տուն, երբ իմ սրտի մորը սաղոքտի ձայնավ, հապարծվեց հոգիտ վիրավոր, գնաց բարով, հայ զինվոր։ Դուից հիմա շատ ես նման, քո գույրուն ազոր, քեզ տեսնելիս լցվում եմ ես, անուշ մուրազոր, քեզ տեսնելիս ապրում եմ ես, բարի երազոր, ախուխում եմ դող քեզ պես, հաստատում իմ դավ, ինձ ջերմակ թևերի մեջ, երկուր տոնների, քեզ տեսնելիս լցվում եմ ես, իմ նանուշն ազոր, քեզ տեսնելիս ապրում եմ ես, բարի երազոր, ախուզում եմ դող քեզ պես, հաստատում իմ դավ, ինձ ջերմակ թևերի մեջ, իրանուշ նույնի, քեզ տեսնելիս լցվում եմ ես, անուշ մուրազոր, բարի
գրկաբաց։ Եվը կոչվում է Երևան, որի հեղինակն է Արա Գևորգյանը եւ սիրով ձեզ համար։ Չեմ կարծում, որ կլինի մի հայ, ով չի կարոտի Հայաստանը, հայրենիքը եւ հատկապես Երևանը։ Երևանի մասին է երգում Մաշան, բոլորը հուսվել են։ Սիրելի հետևորդներ, վերջապես այս հիասքանչ, հրաշալի համերգը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Եզրափակում են այս հրաշք միջոցառումը կազմակերպիչներ Պարուսյուց Արմինեն, ով մեջտեղում է, եւ հայ համայնքի ղեկավարները Տաթևիկն ու Նարինեն, եւ երեխաները հերթով բեմ են գալիս պարելով, բայց այս երաժշտությունը արգելվեց YouTube-ի կողմից եւ ես երաժշտությունը անջատեցի, բայց թողեցի փոքրիկ հատվածներ, որպեսզի դուք տեսնեք, թե ինչ հրաշք ավարտ ունեցավ։ Անունին համապատասխան այս հրաշալի պարային համույթը Նազանին հրաժեշտ է տալիս իր հանդիսատեսին հաջորդ տարի հանդիպելու ակնկալիքով։ Ցտեսություն սիրելի պարային համույթ, ցտեսություն սիրելի ղեկավարներ, կհանդիպենք հաջորդ տարի։ Հետևորդներին մի խոսք, մի բան, ջերմություն, Շորջան Մաշամնջյանի Իմացավ, որ այո, բլոգերի հետ եմ մասնակցած։ Ողջունում եմ բոլորիդ, մենք այսօր համերգ ենք կրճացել, դրա համար մի քիչ տեսքը արդեն չի, շոկած, հոգնած։ Շնորհակալություն ձեզ հարպատակ համերգ, հետևորդները կնայեն եւ կհիանան։ Հուսով եմ։ Սպասենք մյուս անգամ հանդիպանք։ Սիրելի հետևորդներ, արտակարգ համերգեր, արտակարգ խոսքեր չունեմ, նույնիսկ խոսքերն ավելորդ են, տպավորությունը շատ մեծ է, կարծես մի հատ իսկական պրոֆեսիոնալ խումբ պարեր եւ աշխատանքը նկատվում էր։ Ես ուզում եմ հատուկ իմ շնորհակալությունը հայտնել մեր հայկական համայնքի ղեկավարներին, որոնց շնորհիվ կայացավ այս համերգը, որոնց շնորհիվ այստեղ գտնվեց Մաշա Մնջոյանը, որին տեսնելը դա մի հրաշալի երազանք էր։ Ես հաճույք ստացա այս համերգից, կարծում եմ դուք էլ նայելով տեսանյութը նույն կարծիքը կունենաք։ Մի խոսքով սիրելիներս, մեր քաղաքի, Լիլ քաղաքի այս հայկական համայնքը ստեղծվել է 2003 թվականին եւ գործում է մինչ այսօր եւ գործում է շատ լավ, կան հայկական բոլոր ավանդությունները պահպանող դասեր, կան նաեւ պարային տարբեր տարիքային խմբեր, որ գործում են շախմատի, Աննա ջան հուշիել ինչ խմբակներ կան։ Այդքանը։ Մի խոսքով տիրում է ջերմ մթնոլորտ եւ այսօրվա այս ներկայացումը, այսօրվա այդ նաեւ խոհանոցային
ներկայացումը արտակարգ էր։ Բոլորը միահամուռ ուժերով օգնում էին համայնքին կամավոր սկզբունքներով, ինչպես նաև սիրով։ Սերը որ կա, հաղթում է։ Մենք այստեղ ենք, մի բուռ հայ ենք, բայց պահպանում ենք մեր հայկականը, ավանդականը, սիրում ենք մեր հայրենիքը ավելի շատ, անչափ շատ ենք կարոտում։ Ուստի սիրելիներս, այսօրվա տեսանյութը այսպես հուզիչ ձևով ավարտում եմ։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Լավ մնացեք ինձ այդ պաչիկներս բոլորիդ։